Պատերազմի տարելիցի օրը սեպտեմբերի 27-ին Էջմիածին քաղաքի Նորդվին ռեստորանում իշխանական էլիտայի ներկայացուցիչները, էկոնոմիկայի, ՏԿ-ի և ֆինանսների նախարարները ճաշկելույթ էին կազմակերպել Էջմիածնի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ։ Չնայած հայտարարվեց, որ հավաքի նպատակն Էջմիածնի տնտեսական միջավայրի բարելավմանն ուղղված անելիքների քննարկումն է, սակայն պարզ է, որ այդ քողի ներքո նոյեմբերի 16-ի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ ծպտյալ քարոզչություն է իրականացվում։ Մեզ պատմեցին, որ համայնքապետարանն է հրավիրողը եղել, շատերին են հրավիրել հավաքին, սակայն հաշված տնտեսվարողներ են ներկայացել, որոնք համայնքում ոչ այնքան հայտնի մարդիկ են։ Խոշոր գործարարները բոյկոտել են այդ իշխանական հավաքը։ Հանդիպման ընթացքում ըստ մեր աղբյուրի տնտեսական թեմաներ են հիմնականում շոշափվել, ինչ խնդիրներ ունեն, ինչից են բողոքում, անտոկոս կամ ցածր վարկեր են խոստացել, փորձել են շահագրգռել եւ իրենց դաշտ բերել, որ Էջմիածնում Գյումրու պարտությունը չկրկնվի։ Փարաքարի արյունալի դեպքերն են սրել իրավիճակը։ Իշխանական տեխնացու Արգիշտի Մեխակյանը ըստ լուրերի իր թիմում ասել է, թե այս սպանությունը կարող է իրենց չներվել եւ ընտրություններում ժողովուրդը մերժի իրենց։ Իշխանությունը որոշել է ողջ ռեսուրսը մոբիլիզացնել Էջմիածնում, որը կարևոր դեր է խաղալու 2026-ի ընտրությունների մոդելավորման առումով։ Մինչ ՆԳՆ-ում հույս ունեն, որ Փարաքարի համայնքապետի սպանությունն այլևս բացահայտված է, ՔՊ-ում շարունակում են իրավիճակի թիվ 1 պատասխանատու համարել ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին եւ համարում են, որ Արմավիրի քրեական վարչության պետ Արթուր Բդոյանին քաղաքության նոխազ դարձրին ազատելով պաշտոնից։ Ավելին իշխանական թիմում կարծում են, որ եթե փետրվարի միջադեպից հետո Փարաքարը մշտապես ՆԳՆ հսկողության տակ լիներ, ինչպես հայտարարում է ՆԳՆ-ն, ապա կիմանային, որ լարվածությունն այս ամիսներին չի թուլացել, ուստի պետք է վերահսկողություն իրականացվի։ Եվ հենց այդ ժամանակ Բդոյանին կփոխարինեին մեկ ուրիշով, իսկ Արփինե Սարգսյանը դա չի արել։ Չի արել, քանի որ Բդոյանն էլ է Ջավախքից, իսկ նախարարը ջավախահայերի հարս է։ Փարաքարի դեպքից հետո ԿՊ-ում թիվ 1 թեման այն է, որ եթե այս նախարարը մի համայնքապետի դեմ ծրագրված հանցագործություն իզորու չէ կանխել, ապա իրենք լրիվ անպաշտպան են։ Իսկ Փաշինյանի դեպքից ժամեր անց արած գրառումն այն մասին էր, որ հենց ՆԳՆ-ում են թերացել։ 44-օրյա պատերազմում անհետ կորածների ծնողներն արդեն քանի օր է բողոքի ակցիա են անում ՊՆ-ի դիմաց, պահանջելով հանդիպում ԶՈՒԳ շփետ Էդուարդ Ասրյանի եւ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Կամո Վարդանյանի հետ։ Առաջին ակցիան սեպտեմբերի 27-ին էր։ Այդ օրը նրանց խոստացել էին, որ երկուշաբթի կկայանա հանդիպումը, սակայն չկայացավ։ Ամիսներ առաջ էլ նրանք ԱԺ-ի մոտ էին, ԱԺ նախագահից եւ Պաշտպանության հանձնաժողովի նախագահից պահանջում էին քայլեր ձեռնարկել։ Արդյունքում մի քանի փակ լսում կայացավ։ Իշխանական կուլիսներում խոսում են, որ որոշ ԿՊԱ-կաններ փորձում են նրանց ողբերգության վրա ձեռքեր տաքացնել։ Կասկածում են, որ սա Սուրեն Պապիկյանի դեմ է ուղղված, իսկ հետևում ԿՊ վարչության նորընտիր անդամ Վիլեն Գաբրելյանի անունն է հնչում։ Ասում են, թե Փաշինյանին դուր չի գալիս Պապիկյանի թիմում ունեցած բարձր ռեյտինգը, որին այսքան փչացնելուց հետո էլ շարունակում են ԿՊ-ում սիրել հարգել, իսկ երկրի պաշտպանության անվտանգության համար թուքումուրն ինքն է ուտում։ Մեր տեղեկություններով մի քանի օր առաջ Արթի ՔԿՀ-ում դեբոշ է եղել, որն ավարտվել է ծեծկրտուքով։ Դատապարտյալները ծեծի են ենթարկել Բերդի աշխատակից Անդրանիկ Համբարյանին, որը նախատել է նրանցից մեկին իրեն այցելած բուժքրոջ հետ անհարգալից շփվելու համար։ Սկսվել է լեզվակռիվ, բանտարկյալը հարձակվել է աշխատակցի վրա, որից հետո կապ են տվելու զոն մտցրել տասնյակ աշխատակիցների։ Դատապարտյալներն էլ են ներքաշվել, վնասվել է ռեժիմի պետի տեղակալի ձեռքը։ Ոլորտի պատասխանատուների կարծիքով ԿԿԾ նախկին պետ Ամբակում Գրիգորյանի բարեփոխումների արդյունքում օպերատիվ բաժնի աշխատանքը թուլացել է։ Այն դարձել է առանձին ոչ կարևոր կառույց, ազատել են փորձառու օպերներին, օպերաշխատողներ են դարձել ոչ մասնագետները։ Իսկ Սրփուի Գալյանի ընկերուհին ԿԿԾ պետ Ծովինար Թադևոսյանը, քանի որ կիլոմետրերով հեռու է իր ղեկավարած ոլորտից, ուստի հին արատավոր բարքերը ծաղկում են ու բարգավաճում։ Մեզ ասացին նաև, որ Ամբակում Գրիգորյանի կրճատած օպերների մեծ մասը դատարան է դիմել վիճարկելով իրենց ապօրինի ազատումը։ Աբովյան ԿԿ-ի օպեր բաժնի նախկին պետ Գևորգ Վարոսյան առաջին ատյանում արդեն հաղթել է, գործը քննվում է վերաքննիչում։